Դե ինչ բարեկամներ, քանի որ այս տարվա ընթացքում տարբեր ոլորտի ներկայացուցիչներ իրենց աշխատանքով փայլել են, արխաբլոգի շրջանակներում կարծես թե աննկատ չեն մնացել եւ լայնածավալ աշխատանք կատարածները այսօր ընդգրկվել են։ Գուցե շատերը ոչ, գուցե շատերը այո, բայց այս պահից սկսած ես խնդրում եմ ուշադրություն էկրանին, տեսնենք թե առաջին զարկը ով է տալիս, խնդրեմ։ Դավիթ Գրիգորիի Պարյան, կինեզիոթերապիստ, ֆիթնես փորձագետ, ֆիթնեսի եւ բոդիբիլդինգի միջազգային կարգի մրցավար։ Ունի տարբեր մասնագիտություններ, որոնք մեկը մյուսին լրացնում են։ Ամեն ինչ սկսել է 1997 թվականին, երբ սկսեց մարզվել բոդիբիլդինգ մարզաձևով։ 2004 թվականին զինվորական ծառայությունից վերադառնալով վերսկսել է մարզումները եւ սկսել մարզչական գործունեություն։ Ուսանողական տարիներից ներգրաված է եղել գիտական գործունեության մեջ։ Հոդվածների հիմնական առանցքը եղել է նախազորակոչային եւ զորակոչային տարիքի ֆիզիկական եւ ֆունկցիոնալ բնութագրերի վերլուծությունը։ Հեղինակել է հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև հոդվածներ նվիրված նախազորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստության եւ հենաշարժիչ համակարգի խնդիրների հետազոտմանը եւ լուծմանը։ Հոդվածներից թվով 4-րդը ներկայացվել է նաև Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան դասախոսական եւ կուրսանտական գիտաժողովների ժամանակ տպագրվել են հոդվածների ժողովածուներում։ Մշտապես ներգրաված է եղել մրցումների կազմակերպման եւ մարզիկների նախապատրաստման մեջ։ Այս տարիներին աշխատել է Երևանում գործող մի շարք ֆիթնես ակումբներում, թե որպես մարզիչ եւ թե որպես ֆիթնես թեստավորման եւ բժշկական հսկողության մասնագետ, որտեղ իր ներդրումն է ունեցել դրանց կայացման մեջ։ Սովորել է ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի մարզաառողջարանական ֆակուլտետում, այնուհետև նույն ֆակուլտետի մագիստրատուրայում կինեզիոլոգ մասնագիտությամբ։ Հաջորդիվ ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան սպորտի մարքեթինգ մասնագիտությամբ։ Ուսանել է նաև միջազգային օլիմպիական ակադեմիայում եւ հանդիսանում է ակադեմիայի շրջանավարտների միության անդամ։ Ներգրաված է գալիք տարի կայանալիք Փարիզ 2024 օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերի կազմակերպման աշխատանքներում որպես կամավոր։ 2008 թվականից մինչ օրս մասնակցում է կամավորական աշխատանքների մանկական առողջարարական ճամբարներում, երիտասարդական հավաքներում զորամասերում, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, առողջապահական, հասարակական, իրազեկման եւ գիտական ոլորտներում։ 2016 թվականի գարնանը վերսկսած մարտական գործողություններից հետո նախաձեռնել է վերականգնողական աշխատանքների իրականացում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, հիմնականում ծանր գանգուղեղային եւ ողնուղեղային վնասվածքներով զինծառայողների հետ։ Այդ աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով 2017 թվականին ընկերների հետ ձեռնամուխ են եղել Քայլ Մեդ վերականգնողական կենտրոնի հիմնադրմանը, այնուհետև ստեղծեցին աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին հասարակական կազմակերպությունը, որի հիման վրա 2018 թվականին ստեղծվեց Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը։ 2023 թվականին ապրիլ ամսից դադարեցնելով գործունեությունը վերականգնողական ուղղությամբ վերսկսել է սպորտային ակումբի վերաբացման աշխատանքները, որի գործունեությունը դադարեցվել է 2016 թվականից։ Հիմա արդեն այս ակումբում մարզվելու են վիրավորումից հետո վերականգնված զինծառայողները եւ ինչու ոչ, նաեւ փորձելու են մեր դրոշը բարձրացնել միջազգային մրցաշարերում։ 2017 թվականին ընկերների հետ հիմնադրել են Կոմանդոս ռազմամարզական ակումբը։ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է Մարշալ Բաղրամյան մեդալով։ 2018 թվականին ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացված տարվա երիտասարդ մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է տարվա երիտասարդ բժիշկ։ 2001 թվականից առ այսօր հանդիսանում է Հայաստանի բոդիբիլդինգի եւ ֆիթնեսի ազգային ֆեդերացիայի անդամ։ 2017 թվականից հանրապետական կարգի մրցավար, 2022 թվականից բոդիբիլդինգի եւ ֆիթնեսի միջազգային կարգի մրցավար, 2021 թվականից բոդիբիլդինգի եւ ֆիթնեսի միջազգային ակադեմիայի դասախոս եւ Հայաստանի կրթական ծրագրերի համակարգող։ 2010-ից 2015 թվականներին եղել է ֆիզկուլտուրայի համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ։ 2012-ից 2018 թվականներին Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հիմնադիր անդամ։ 2014-ից 2020 թվականներին ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ։ 2019 թվականից հանդիսանում է Հայաստանի կինեզիոթերապիստների եւ ֆունկցիոնալ ֆիթնեսի մասնագետների
ասոցիացիայի նախագահ։ 2021 թվականին ընկերների հետ հիմնադրել են 3D MedTech ընկերությունը, որը զբաղվում է բժշկական սարքավորումների արտադրությամբ։ 2019 թվականից ծառայում է Երևանի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցուն որպես դպիր։ Դավիթ Պարյան, ձեր բուռն ծափարությունները բեմահարթակ են հրավիրում ստանալու ձեր մրցանակը բժշկության ոլորտում ներդրած ավանդի եւ պրոֆեսիոնալիզմի համար։ Շնորհավորում ենք։ Շնորհակալ եմ, ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ այս ուշադրության համար եւ որ այսքան մարդ հավաքվել է մի հարկի տակ։ Ճիշտ ասած սկզբում մտածում էի հրաժարվել մասնակցությունից, բայց հետո ընկերներիս հետ քննարկելով որոշեցինք, որ անպայման պետք է մասնակցել եւ մեր օրերում որ այսքան դժվար իրավիճակներում բոլորս էլ ինչքան որ գործում ենք, աշխատում ենք, փորձում ենք ինչ-որ փոքր քայլ, փոքր ներդրում վերել մեր կողմից, որ մեր երկիրը ավելի առաջ, ավելի բարձր լինի աշխարհում եւ ոչ մի հարցում մենք ստիպված չլինենք գլուխներս կախել, նման առիթները երբ որ հանդիպում ես մարդկանց, ովքեր եւս իրենց մասնակցություն ունենում այդ գործերին, լիցքավորում է եւ ես եկել եմ ստեղ, որպեսզի այսքան մարդկանց ներկայությունից ինքս լիցքավորվեմ ու գնամ իմ գործերը ավելի մեծ էներգիայով կատարեմ։ Շնորհակալություն բոլորիդ եւս մեկ անգամ։ Մենք էլ ձեզ մաղթում ենք բարի լիցքեր եւ իհարկե շնորհավորում ու մաղթում նորանոր ձեռքբերումներ։ Շնորհակալություն։